Այսօրվանից մի խումբ կանայք նստացույց են սկսել Գլխավոր դատախազության շենքի առջև կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։ Նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ մինչև ապրիլի 17-ը առավոտյան 11-ից մինչև 20:00-ն։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ծաղկազարդի օրը պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել են Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով, ապա մեղադրանք առաջադրել կալանավորել 2 ամսով։ Քրեակատարողական հիմնարկից նա առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Նայրի բժշկական կենտրոն, որտեղ մինչ այժմ բուժում է ստանում։ Դավիթի դասընկերներն իրենց ծնողների հետ տարբեր քաղաքացիներ, տարբեր պետական կառույցների մոտ բողոքի ակցիաներ են իրականացնում։ Դիմումներ հանձնում ընդամենը մեկ պահանջ խնդրանքով՝ փոխել Դավիթի խափանման միջոց կալանքը։ Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին, իսկ նստացույց անող մայրերը հույս ունեն, որ նա ազատ կարձակվի, քանի որ կարծում են, միասնական լինելու դեպքում հնարավոր է հասնել փոփոխությունների։ Այստեղ կանանցով հավաքված մեկ շաբաթյա նստացույց ենք իրականացնում ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի։ Մեր պահանջն է, որպեսզի երեխան հնարավորինս շուտ ազատ արձակվի, քանի որ նախ եւ առաջ դպրոցական աշակերտ է, դպրոցի աշակերտ է եւ գիտենք ինչպիսի շրջան է հիմա, դպրոցում ավարտական դասարանի աշակերտ է, երկրորդ ամենակարևոր ունի առողջական լուրջ խնդիր, բացի այն, որ արդեն բոլորիս հայտնի է, որ մի շարք առողջական խնդիրներ նա արդեն իսկ ուներ, միջադեպից հետո նա ձեռք է բերել նաև գանգուղեղային տրավմա, ինչպես նաև ուղեղի ցնցում, ինչը շատ լուրջ բուժում է պահանջում, շատ լուրջ խնամք է պահանջում, ուստի կարծում ենք, որ հնարավորինս շուտ պետք է երեխան ազատ արձակվի։ Մեր պահանջը, ես նորից կրկնեմ, այն է, որ Դավիթը ազատ արձակվի եւ ավելի մեծ ակնկալիք ես ունեմ հասարակությունից, որովհետեւ մինչեւ չլինի հասարակական ուժեղ ճնշում առ այն, որ իսկապես սա մի դեպք է ցավալի, որ կարող է տեղի ունենալ ցանկացած անձի հետ եւ նույնիսկ եկեղեցում աղոթելիս, այսինքն եթե եկեղեցին նախկինում կարող էր հանդիսանալ մի վայր, որտեղ մարդը հանգիստ է, ազատ է, կարող է աղոթել, այժմ պետք է եկեղեցի գնալիս նույնպես պատրաստ լինել, որ ցանկացած բան կարող է տեղի ունենալ քեզ հետ։ Ուստի կարծում եմ, որ սա մի դեպք է, որ վերաբերում է ամբողջ հասարակությանը եւ ամբողջ հասարակությունը պետք է արձագանքի։ Ըստ ձեզ ինչու հասանք այս կետին, որ եկեղեցին արդեն ապահով չի քաղաքացու համար, ով գնում, կանգնում, աղոթում է։ Դե ինձ թվում է դուք ինքներդ էլ տեսնում եք ռեպրեսիաները եկեղեցու նկատմամբ, որոշակիորեն օգնում են նաև որպեսզի եկեղեցին հեղինակազրկվի եւ այլևս հանրության աչքին էլ, չընկալվի որպես մի վայր, որտեղ որ ապահով է։ Քանի որ եկեղեցին մի վայր է, որտեղ առհասարակ սահմանադրությամբ արգելվում է քարոզչություն իրականացնել։ Միակ քարոզչությունը, որ եկեղեցում պետք է իրականացվի, դա քարոզչությունն է առ Աստված։ Մեր հիմնական գերնպատակն է, որ Դավիթը ստանա լիակատար բուժում, դրանից հետո արդար քննություն եւ հնարավորություն տալ Դավիթին տանը անցկացնել այդ 2 ամիսները, քանի որ Դավիթը ունի շատ առողջական խնդիրներ, ուղեկցող հիվանդություն, դրա համար պետք է ամբողջական եւ համալիր հոգատարություն դեր Դավիթի նկատմամբ եւ մյուս եղբոր։ Իսկ ինչ ակնկալիք ունեք։ Ակնկալիքներս այն է, որ արդար քննություն լինի եւ թույլ տալ Դավիթին տնային կալանքը իրականացվի իր նկատմամբ։ Մենք պաշտպանում ենք այն բոլոր դիմումներին, առաջարկներին, որոնք ուղարկվել են դատախազություն։ Այսինքն մենք նոր բան չենք առաջարկում, ինչը որ կա, մայրիկներով անտարբեր չլինելով այս հացի շուրջ, որոշել են գալ այստեղ եւ կանգնել Դավիթի ընտանիքի կողքին։ Ինչ տեղեկություն ունեք, ինչպես է իրեն Դավիթը զգում այսօրվա դրությամբ։ Այսօրվա դրությամբ փաստաբանի հետ զրուցելով իմացանք, որ էլի Դավիթը իրեն լավ չի զգում, անկողնությամբ որ բարձրացնում է գլուխը, գլխապտույտներ ունի եւ ինձ վրա շատ ազդեց այն խոսքը, որ փաստաբանին հարցրել է, իսկ իմ մասին հիշում են եւ այդտեղից ավելի շատ հուզվեցին բոլոր նրանք, ովքեր լսեցին Լուսինեի խոսքը։ Մենք ուզում ենք ասենք, որ Դավիթ, քեզ հիշում ենք, դու մեղավոր չես, որ հայտնվել ես մի իրավիճակում, որը քեզ տարել է դեպի հիվանդանոց կամ այն քրեակատարական հիմնարկ, որտեղ ինքը պետք է անցկացնի իր 2 ամիսը։ Տարիներ առաջ տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կազմակերպություններ փոքրիկ մի դեպքի ժամանակ բուռն արձագանքում էին, դժգոհություն էին հայտնում, ակցիաներ էին կազմակերպում, ճիշտ է, այսօր կան ինչ-որ ձայն հանում են, բայց այն բուռն արձագանքը չկա, ինչ նախկինում էր, ինչու։
Ցավոք, շատ մեծ ցավով եմ ասում, ես հիշում եմ դեռ 2000-ականներին, երբ որ մեզ ինչ-որ մի բան դուր չէր գալի եւ ուսանողներով եւ քաղաքացիներով, ովքեր որ անտարբեր չեն որևիցե մի իրադարձության նկատմամբ, հիմա մարդկանց վերել են մի վիճակի, որ էլ ոչինչ չի հետաքրքրում։ Կամ էլ ես չգիտեմ ինչպես են լրացրել մյուս կազմակերպություններին, որ իրենք իրենց ձայնը չեն բարձրացնում։ Ես ուզում եմ ունենալ խիզախություն, գալ կանգնել ընտանիքի կողքին, ձայն բարձրացնել դատախազության առջև, որովհետև մենք ապահովագրված չենք, որ վաղը մեր զավակները կարող են հայտնվել նույն կարգավիճակում կամ հենց մենք։ Այնպես որ ունենանք համարձակություն տել լինելու մեր իրավունքներին։ Իսկ Դավիթը ունի կրթության իրավունք, պետք է ավարտի դպրոցը, փորձի ընդունվել համալսարան, որտեղ գերազանց սովորող աշակերտ է։ Եվ ես չեմ կարծում Դավիթը այնպիսի մի բան է արել, որի համար պետք է այսպես դաժան վարվել Դավիթի ընտանիքի հետ։